Ռուսաստանում Սամվել Կարապետյանի բիզնեսն ընդլայնվում է։ Տաշիրը Մոսկվայում բացեց քաղաքի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկը։ Չնայած ավելի քան 5 ամիս Սամվել Կարապետյանը կալանավորված է Հայաստանում մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար, Ռուսաստանում նրա բիզնես գործունեությունը շարունակում է ընդլայնվել եւ նոր հորիզոններ նվաճել։ Avenue Sever-ը դա այս տարվա ամենամեծ բացումն է այս քաղաքում։ Սա շատ նշանակություն ունեցող օբյեկտ է, վստահ ենք, որ շատ մարդ կլինի, շատ հետաքրքրողներ կլինեն, ուզեցողներ գալ, նայել, վայելել այս ամեն ինչը, ինչ որ մենք ստեղծել ենք այս մի քանի տարվա ընթացքում։ Գերժամանակակից առևտրի կենտրոնն ընդգրկում է 114,000 քառակուսի մետր տարածք, որտեղ ներկայացված են հայտնի ապրանքանիշներ, որոնցից շատերը ճանաչելի են նաև հայ սպառողին։ Դրանցից են Zarina, Austin, Sportmaster, Sella եւ այլ հայտնի բրենդները։ Կենտրոնում գործում է նաև Cinemastar կինոթատրոնների ցանցը, The Big ռեստորանը։ Բոլոր առևտրական կենտրոնները փոխում են իրենց ֆորմատները, իրենց կոնցեպցիաները դեպի ավելի շատ food and beverage եւ entertainment, то есть развлечение, еда, մենք այդ կոնցեպցիայով ենք աշխատել գնալ, մենք ունենք երրորդ հարկում շատ մեծ պրոյեկտներ, առաջի հարկում ունենք մեր պրոյեկտները, որը կրկնություն չունեն բոլոր Մոսկվայում, այս ռայոնում, դրա համար մենք հույսով ենք, որ հենց այդ կոնկուրենտի преимуществով մարդիկ այստեղ կգան, կվայելեն այս ամեն ինչը եւ ուրախանան այս ամեն ինչով։ У нас с соседями были ожидания, чтобы как можно Մոտակայքում եմ ապրում, ինձ հետաքրքիր էր, թե այս շքեղ կենտրոնում ինչ եմ տեսնելու։ Ակնկալիքներն այն էին, որ որքան հնարավոր է շատ հարցեր կարողանայինք լուծել մեր համայնքից դուրս չգալով։ Այս առևտրի կենտրոնը լիովին արդարացրեց մեր ակնկալիքները։ Սա իսկապես հրաշալի ժամանցի վայր է, որտեղ հնարավոր է լուծել նաև փաստաթղթերի, սնվելու ու ժամանցի հարցերը։ Այս նախաձեռնությունը ոչ միայն ընդգծում է Տաշիրի դիրքը, այլև այն, որ նույնիսկ Հայաստանում կալանավորումը չի խոչընդոտում, որ Սամվել Կարապետյանի բիզնեսը Ռուսաստանում աճի ու զարգանա։